Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգսթոն ճայը, իսկական Ջոնաթան ճային, որն ապրում է յուրաքանչյուրիս մեջ։ Առավոտ էր, ծագողարևը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում, ափից մի մղոն հեռավորության վրա ինչ-որ ձկնորսանավ ակոսեց ջուրը և նախաճաշող երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվրտվելու քերաքուրի կտորտանքի համար։ Սկսվում էր ևս մի հոգսաշատ օր։ Հեռվում ձկնորսանավից ու ափից անդին միայնակ ու ինքնամփոփ մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ 100 ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը և լարվեց թևերը ոլորուն կորագից դժվարին ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ և հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչև քամին շոյում էր դեմքը։ Մինչև օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց, մեկ, էլի մի անգամ, քիչ էլ, մի մատնաչափ և նորից կորագից։ Նրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ և ընկավ։ Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում և երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։ Բայց Ջոնաթան Լիվինգսթոն ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թևերը, պահելով դրանք կորագծի դժվարին դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում և նորից կանգ առնում։ Նա սովորական թռչուն չէր։ Ճայերի մեծ մասի մտքով իսկ անգամ չէր անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչև կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէր, այլ կերը, իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն ճայը թռչել էր սիրում։ Նա գտնում էր, որ այս մտածելակերպն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթան նորեր է կորցնում մենության մեջ, փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերևույթի վրայով։ Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերևույթից իր թևաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։ «Ինչու, Ջոն, ինչու» հարցնում էր մայրը, «ինչու է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչու չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին և մյուս թռչուններին թողնելով։ Ինչու ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս»։ «Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում և ինչ չեմ կարող։ Ահա և բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ»։ «Լսիր, Ջոնաթան», ասում էր հայրը, «ձմեռն այնքան էլ հեռու չէ։ Ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերևույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը և ինչպես պիտի այն հայթայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը, զավակս։
թրջում ես, որ ուտես։ Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման։ Նա իսկապես փորձում էր։ Բարձր ճչում էր, ձկնորսանավերի շուրջը պտտվում, կռիվ էր տալիս երամի մյուս ճայերի հետ ձկան և հացի փշրանքների համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Որքան անիմաստ է այս ամենը, մտածեց նա։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։ Կարճ ժամանակ անց Ջոնաթան ջայը կրկին մենակ էր ծովի հեռուներում, քաղցած, երջանիկ, հարցախույս։ Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։ Ծայրահեղ քրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին, ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։ Նա բարձրանում էր 1000 ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում և թափահարելով թևերը նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թևաթափահարումները չէին ստացվում։ Նա 10 անգամ փորձեց և ամեն անգամ, երբ անցնում էր ժամում 70 մղոն արագություն, վերածվում էր չկառավարվող փետրագնդակի և գահավիժում ջրի մեջ։ Դա հսկայական լարում էր պահանջում նրանից, բայց այդ բանը նրան հաջողվեց։ Սուրալով ժամում 90 մղոն արագությամբ 10 վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Բայց հաղթանակը կարճ տևեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թևերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ։ Եվ ժամում 90 մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան ջայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։ Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերևույթով։ Թևերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու և այն ժամ ամեն ինչ կվերջանար։ Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միևնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում. Ելք չկա, ես ընդամենը ջայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռիչքի մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թևեր կունենայի։ Ձկների փոխարեն կսնվեի մկներով։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն, երամի մոտ և գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Խեղճ, ավելիին անընդունակ, ընդամենը ջայ։ Ձայնը մարեց, և Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ջայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետ սովորական ջայ լինել։ Այդպես բոլորի համար էլ լավ կլինի։ Ես ընդամենը ջայ եմ, նման մյուս բոլոր ջայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթևացած զգաց։ Այլևս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի պարտություն, պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։ Խավար, տագնապալի հնչեց խուլ բեկբեկուն ձայնը։
Ջայերը երբեք չեն թռչում խավարում։ Լսում ես, իջիր։ Ջայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա ուղեղի փոխարեն եւ բազեի կարճ թևեր, իսկ ձկների փոխարեն կսնվեիր մկներով։ Գիշերային մտնում 100 ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ջայի միտքը հանկարծ առկայծեց։ Նրա անկչվածությունը, նրա բոլոր վճիռները վարկենապես չքացան։ Կարճ թևեր, բազեի կարճ թևեր, ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես, ողջ պահանջվածը ընդամենը փոքրիկ կարճ թևերն են, կարճ թևեր։ Քամին հրեշային շատչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում 70 մղոն, 90, 120, ավելի արագ։ Նա փակեց աչքերը, քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից։ Ժամում 140 մղոն եւ առանց կառավարումը կորցնելու։ Եթե 2000-ի փոխարեն 5000 ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է, ինչ տեղի կունենա։ Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ 5000 ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, նախաճաշող երամը պտտվող փոշեհատիկների թեթև ամպ։ Նա առույգ էր, հաճույքից փոքր-ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել էր սարսափը։ Նա ծալեց թևերը, դրանց կարճ, անկյունաձև ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով 4000 ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թևերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների, բայց միևնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։ 1000 ոտնաչափ բարձրությունից թափահարելով թևածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց արագորեն կրճատվող տարածության մեջ պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։ Նա չկարողացավ կանգ առնել։ Նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրջվել նման արագության դեպքում։ Բախումը վարկենական մահ էր։ Նա փակեց աչքերը։ Դա պատահեց առավոտյան, արևածագից անմիջապես հետո։ Ջոնաթան Լիվինգսթոն Ջայը շեշտակի մխրճվեց նախաճաշող երամի մեջ եւ այս անգամ բախտը ժպտաց նրան։ Ոչ ոք չզոհվեց։ Նրա կարծիքով դա հաղթանակ էր։ Ժամում 214 մղոն, առավելագույն արագություն ճայերի համար։ Դա իսկական հեղաշրջում էր, մեծագույն, անկրկնելի պահ երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձևավոր թռիչքներ էր կատարում։ Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտ ընթացքն ու հակառակ պտույտ էջքը։ Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ջայը մոտեցավ ափում ծվարած երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում, եւ չնայած դրան, վայրեջքի գալով ոգևորության մեջ նա մահվան օղակ կատարեց։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքը այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ եւ կատարյալ արարածներ։
Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։ Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին խորհրդի և ակնհայտորեն վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք նրան էին սպասում։ Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։ Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվոնշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին։ Նրանք տեսան հեղաշրջումը, բայց ինձ պատիվներ պետք չեն։ Ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը, ցույց տալ նրանց մեր առջև բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դեպի առաջ։ Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, ասաց տոհմապետը, կանգնիր կենտրոնում ցեղակիցներիդ կողմից անարգվելու համար։ Ասես հարվածեցին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան, աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվելու համար անկարելի է։ Իսկ հեղաշրջումը նրանք չէին հասկացել։ Նրանք իրավացի չեն։ Իր թեթևամիտ անպատասխանատվության համար, հանդիսավորությամբ ծորում էր ձայնը, ճայերի տոհմի արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար, անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից և աքսորվելու մենակության հեռավոր ժայռերը։ Օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։ Ճայը երբեք չի հակաճառում Երամի խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։ Անպատասխանատվություն, եղբայրներ, բացականչեց նա։ Ով է իրեն ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ մենք չափչփում ենք ծովը ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա, սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ գեթ մեկ անգամ հնարավորություն տվեք ցույց տալու ձեզ իմ սովորածը։ Երամն ասես քար էր կտրել։ Եղբայրությունը քանդված է, միաձայն շեշտեցին ճայերը և միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։ Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում գնում էր հեռավոր ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու։ Չուզեցին բացել աչքերը և տեսնել։ Նա ամեն օր նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի խոյաթռիչքների միջոցով ծովում 10 ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ։ Եվ այլևս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել, գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ, հարյուրավոր մղոններ հաղթահարելով արևամուտից մինչև արևածագ։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը և համեղ միջատներով ճաշել։ Մի ժամանակ, հույսեր կապելով Երամի հետ, նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել և չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ
Ձանձրույթից, վախից ու չարությունից է, որ ճայերն այդքան քիչ են ապրում։ Ու երբ այդ ամենը չքացավ նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ ու երկար կյանք ապրեց։ Նրանք եկան երեկոյան և գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում, մեն-մենակ, հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թևերի մոտ, աստղերի պես շողշողում էին և փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր։ Նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ, պահելով իրենց ու Ջոնաթանի թևատարածքը։ Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա ծալեց թևերը, ճոճվեց և ժամում 190 մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին, ժպտալով գալարվեցին իր հետ։ Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի, որոշ ժամանակ նա լուռ էր, հետո սկսեց խոսել։ «Հիանալի է», ասաց նա, «ո՞վ եք դուք»։ «Մենք քո երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք»։ Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ «Մենք եկել ենք քեզ վերև տանելու տուն»։ Ինձ։ Ես տուն չունեմ, ես երամ չունեմ, ես աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի հողմերի մեծ լեռան գագաթը։ Այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի 100 ոտնաչափից ավել բարձրացնել։ Կարող ես, Ջոնաթան, կարող ես, չէ՞ որ դու սովորել ես, դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշը սկսելու։ Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։ «Ես պատրաստ եմ», ասաց նա վերջապես։ Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։ «Ուրեմն սա է երկինքը», մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերևս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։ Այժմ թողնելով երկիրը ու երկու ադամանդափայլ ճայերի հետ թև-թևի բարձրանալով ամպերից էլ վեր, նա տեսավ, որ իր սեփական մարմինը ևս փոխվում դառնում է նրանց պես շողշողում։ Դա իհարկե նույն երիտասարդ Ջոնաթանն էր, միայն թե փոխված արտաքին ձևերի մեջ։ Մարմինն էլի ճայի էր, բայց հիմա արդեն նա թռչում էր շատ ու շատ ավելի լավ, քան թռել էր երբևէ։ Այդ ինչու՞, մտածեց նա, կիսով չափ քիչ լարվելով ես հիմա թռչում եմ կրկնակի շատ ու կրկնակի արագ։ Ժամում 250 մղոն թռչելիս նա զգաց, որ մոտեցել է հորիզոնական թռիչքի իր համար առավելագույն արագությունը։ Ամպերը մնացին հեռվում։ Նրա ուղեկիցները բացականչեցին. «Երջանիկ վայրեջք, Ջոնաթան», և անհետացան երկնքի խորքերում։ Նոր պատկերներ, նոր մտքեր, նոր հարցեր։ Ինչու են ճայերն այսքան քիչ։ Երկինքը պիտի որ լի լիներ ճայերի երամով։ Եվ ինչու հանկարծ ինքն այսպես հոգնեց, չէ՞ որ ճայերը, ինչպես ընդունված է համարել, երբեք չեն հոգնում և չեն քնում երկնքում։ Որտեղ էր նա այդ լսել։ Իր երկրային կյանքի հիշողություններն աստիճանաբար հեռանում էին։ Նա իհարկե երկրում շատ բան էր սովորել, բայց մանրամասներն այժմ աղոտացել էին։ Ինչ որ բան էր հիշում հանուն սննդի թռչելու մասին, աքսորյալ լինելու մասին։ Ափում վայրէջք կատարելու համար նա շրջվեց, մի մատնաչափ բարձրության վրա թևերը թափահարելով, կանգ առավ, ապա թեթևորեն իջավ ավազին։
Մյուս ճայերը նույնպես իջան, առանց փետուր իսկ շարժելու։ Լուսաճերմակ թևերը տարածած։ Դա հրաշալի ինքնակառավարում էր, բայց Ջոնաթանը շատ էր հոգնած այն կրկին փորձելու համար։ Ափ հասնելուն պես նա դեռ բառ իսկ չարտասանած քնեց։ Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենակարևորը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր։ Աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձևեր։ Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։ Մի առավոտ, երբ ծալված թևերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքներից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։ Իսկ ուր են մյուսները, Սալիվանը, հարցրեց նա։ Այնտեղ, որտեղից ես եկել եմ, ապրում էին, գիտեմ, հարյուրավոր ու հազարավոր ճայեր։ Գիտեմ, գլխով արեց Սալիվանը։ Ես մի պատասխան կարող եմ տալ։ Ջոնաթան, դա այն է, որ դու միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Պատկերացնում ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, քան կռվելն ու երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տասնյակ հազարավոր և էլի ուրիշ 100 հազարավոր կյանքեր պետք է կան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք, ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է։ Նա տարածեց թևերը և շրջվեց, դեմքը դարձնելով քամուն։ Բայց դու, Ջոն, ասաց նա, կարճ ժամանակում այնքան շատ բան ես սովորել, որ հազարավոր կյանքերի կարիքը չունեցար այստեղ հասնելու համար։ Մի վայրկյանում նրանք կրկին հայտնվեցին օդում մարզումներ անելու։ Համատեղ գալարաթռիչքները դժվարությամբ էին հաջողվում։ Եկ դա նորից փորձենք, էլի ու էլի կրկնում էր Սալիվանը։ Եկ դա նորից փորձենք, ապա վերջապես, լավ է, դե, և նրանք դարձյալ սկսեցին մահվան օղակների եռանդագին մարզումները։ Մի երեկո գիշերային թռիչքի չգնացած ճայերը մտքերի մեջ սուզված կանգնած էին ավազին։ Իր ողջ քաջությունը հավաքելով Ջոնաթանը դիմեց ավագ ճային, որն ասում էին շուտով հեռանալու է այս աշխարհից։ Չի անք, ասաց նա փոքրինչ հուզված։ Ձեր ճայը բարությամբ նայեց նրան։ Այո, որդիս։ Տարիների հետ թուլանալու փոխարեն տոհմապետն ավելի ուժեղ էր դարձել։ Նա կարող էր գերազանցել երամի ցանկացած ճային և գիտեր այնպիսի հմտություններ, որ մյուսները նոր էին միայն յուրացնում։ Չի անք, այս աշխարհը ամենևին էլ երկինքը չէ, ճիշտ է։ Տոհմապետը ժպտաց ողողված լուսնի լույսով։ Դու դարձյալ սովորում ես, Ջոնաթան ճայ, ասաց նա։ Լավ, իսկ ինչ է լինելու սրանից հետո, ուր ենք մենք գնում։ Իրականում կա այնպիսի մի տեղ, որ երկինք է կոչվում։ Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարածություն է, ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։ Դու շատ արագ թռչողներից ես, այնպես չէ՞։ Ես
Ես հաճույք եմ զգում արագությունից, ասաց Ջոնաթանը փոքրինչ շփոթված, բայց եւ հպարտ, որ տոհմապետը նկատել էր իրեն։ Երկնքին սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում 1000 կամ միլիոն մղոն անցնելը չէ, ոչ էլ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Հասկանում ես, բացարձակ արագությունը որդիս այնտեղ է, որտեղ վերանում է սահմանը։ Չյանգը հանկարծ չքացավ ու մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին, 50 ոտնաչափ հեռու, ապա կրկին չքացավ և 1/1000 վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։ Սա միայն կատակ էր, ասաց նա։ Ջոնաթանն ապշել էր։ Նա մոռացավ երկնքի մասին հարցնելը։ Ինչպես ես այդ անում։ Ինչ ես զգում այդ պահին, որքան տարածություն կարող ես անցնել։ Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս, ասաց տոհմապետը։ Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։ Հասկանում ես։ Նա հայացքը հառեց ծովին։ Տարօրինակ է։ Այն ճայերը, որոնք կատարելությունը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վարկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որևէ իմաստից։ Կարող ես ինձ սովորեցնել այդպես թռչել, հարցրեց Ջոնաթան ջայը մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։ Իհարկե, եթե ուզում ես սովորել, ուզում եմ, երբ կարող ենք սկսել։ Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։ Ես ուզում եմ սովորել քեզ նման թռչել, ասաց Ջոնաթանը եւ աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։ Ասա ինձ, թե ինչ եմ անելու։ Չյանգը խոսում էր դանդաղ, հետևելով միշտ ջանասեր այդ պատանի ճային։ Մտքի արագությամբ թռչել նշանակում է լինել ցանկացած տեղում, ասաց նա։ Դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես տեղ։ Հասկանում ես ինձ։ Պետք է սովորես հասկանալ, որ դու արդեն քո մտածած տեղում ես։ Ջոնաթանը շարունակում էր մարզվել համառորեն, ամեն օր, արևածագից մինչև կեսգիշեր եւ չնայած բոլոր ջանքերին, մի փետրաչափ իսկ առաջ չէր շարժվում տեղից։ Մոռացիր հավատի մասին, նորից կրկնում էր Չյանգը։ Թռչել սովորելիս հավատը քեզ պետք չեկավ, ճիշտ է։ Դու պետք է թռիչքը հասկանաս։ Դա հենց այն է, ինչ պետք է։ Դե, այժմ նորից փորձիր։ Դե։ Մի հուսահատվիր, Ջոնաթան, փորձիր։ Մի օր, երբ Ջոնաթանը փակ աչքերով ափին կանգնած կենտրոնանում էր, մտքի հանկարծակի մի փայլատակումով հասկացավ, թե ինչ էր ասում Չյանգը։ Իհարկե, դա ճշմարիտ է։ Իմ հնարավորություններն անսահման են։ Ես կատարյալ ճա եմ, երջանկության հզոր ալիքը ցնցեց նրան։ Լավ է, ասաց Չյանգը հաղթականորեն։ Ջոնաթանը բացեց աչքերը։ Ինքն ու տոհմապետը միայնակ կանգնած էին միանգամայն անծանոթ մի ափում, ծովեզրին խոնարհված ծառերով ու ոսկեփայլ դեղին արևով։ Վերջապես պատկերացրեցիր, ասաց Չյանգը, բայց կառավարումդ փոքր-ինչ մշակման կարիք ունի։ Ջոնաթանն ապշել էր։ Այս որտեղ ենք մենք։ Կանաչ երկնքով ու արևի տեղ աստղերով ինչ որ մոլորակի վրա։ Տարօրինակ շրջապատի հանդեպ կատարյալ անտարբերությամբ
Իմիջայլոց պատասխանեց տոհմապետը։ Ջոնաթանը հիացմունքի ճիչ արձակեց. Ստացվում է, ստացվում է։ Այո, իհարկե ստացվում է, Ջոն, ասաց Չիանգը։ Միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։ Իսկ այժմ կառավարման մասին։ Զարմանում եմ, Ջոն, նրա կողքին կանգնելով ասաց Սալիվանը։ 10,000 տարում իմ տեսած բոլոր ճայերից դու ամենահամարձակն ես սովորելու մեջ։ Երամը լռեց։ Ջոնաթանը հուզվեց շփոթմունքից։ Եթե ուզում ես, կարող ենք սկսել աշխատել ժամանակի վրա, ասաց Չիանգը։ Մինչև կսովորես թռչել դեպի անցյալը և դեպի ապագան։ Դու պատրաստ կլինես սկսել վերընթաց թռիչք և կհասկանաս, թե ինչ է բարին ու սերը։ Ամենակարևորն այս կյանքում բարին ու սերը։ Ահա եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ, հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն սովորելն ու մարզվելը, որ մշտապես ջանան ավելին ու ավելին ըմբռնել, կյանքի իսկական իմաստը հասկանալ, աներևույթ անտեսանելի էությունը կյանքի։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերջին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։ Ջոնաթան, ասաց նա, և դրանք նրա ասված վերջին բառերն էին, աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։ Չիանգն այլևս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից երկրի մասին մտածելիս, այն երկրի, որտեղից աքսորվել ու եկել էր երկինք։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարզվում բարության դասերը յուրացնելու համար, որքան ավելի էր աշխատում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ երկիր։ Տարօրինակ էր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ջայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար։ Նա կարծես թե աշակերտների կարիք էր զգում։ Սալիվանը, որն այժմ մտքի արագությամբ թռիչքների գիտակ էր և օգնում էր մյուսներին յուրացնել դա, հավանություն չէր տալիս դրան։ Ջոն, դու մի անգամ արդեն աքսորյալ ես եղել։ Ինչու ես կարծում, որ նույն այդ ճայերից ոմանք այժմ կցանկանան լսել քեզ, այն էլ քո այս տարիքում։ Դու գիտես առածը, որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Այն ճայերը, որոնցից դու հեռացել ես, կպած են գետնին։ Նրանք ճչում են ու կռվում իրար հետ կերի համար։ Նրանք հազարավոր մղոններ հեռու են երկնքից, իսկ դու ուզում ես այնտեղից ցույց տալ նրանց երկինքը։ Մնա այստեղ, օգնիր այստեղի նորեկներին, նրանց, որոնք բավականաչափ բարձր են թռել հասկանալու համար թռիչքը։ Նա մի պահ լռեց, ապա ասաց. Ես պետք է վերադառնամ, Սալի։ Քո աշակերտները հիանալի առաջադիմում են։ Նրանք կարող են օգնել քեզ նորեկներին ուսուցանելու հարցում։ Սալիվանը հոգոց հանեց, բայց չառարկեց։ Կարծում եմ կկարոտեմ քեզ, Ջոնաթան, ասաց նա։ Ամոթ է, Սալի, հանդիմանեց նրան Ջոնաթանը։ Այդքան խենթ մի լինիր։ Եթե մեր բարեկամությունը դեռևս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, ապա վերջնականապես հաղթահարելով դրանք, մենք խորտակած կլինենք մեր երամակիցների կապերը։ Հաղթահարելով տարածությունը, մենք կստանանք այստեղ։ Հաղթահարելով ժամանակը, կունենանք այժմ։ Չես կարծում, որ կարող ենք մեկ-երկու անգամ հանդիպել այստեղի և այժմվա միջև մի ինչ-որ կետում։
Սալիվանն ակամացի ծաղեց։ Դու խենթ ես։ Դու իսկական խենթ ես, համակրանքով ասաց նա։ Եթե կա մեկը, որ կարող է գետնին կապած որևէ էակի ցույց տալ, թե ինչպես կարելի է հազարավոր մղոնների չափ հեռուն տեսնել, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայն է։ Նա հայացքը հառեց ավազին։ Մնաս բարով, Ջոն, բարեկամս, մնաս բարով։ Ցտեսություն, Սալի, մենք էլի կհանդիպենք։ Նրա աշակերտներից մեկը, Ֆլետչեր Լինդջայը, դեռ բոլորովին ջահել էր, բայց արդեն գիտեր, որ երբևէ չէր եղել մի այլ թռչուն, որի հետ երամն այդքան անգթորեն վարված լիներ կամ այդքան անարդարացի։ Ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն։ Թռչելը շատ ավելին է, քան տեղից տեղ տեղափոխվելու համար թևերը թափահարելը։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կդառնամ, բայց նրանք դեռ շատ կզղջան այդ ամենի համար։ Մի չարանա նրանց վրա, Ջայ Ֆլետչեր։ Քեզ վտարելով մյուս ջայերը միայն իրենց են վնասել։ Մի օր նրանք կհասկանան դա։ Մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ օգնիր հասկանալ։ Նրա աջ կողքով մի ադամանդափայլ ջայ էր թռչում, աշխարհի ամենաճերմակ ջայը։ Պատանի ջայի հոգում մի պահ ամեն ինչ իրար խառնվեց։ Այս ինչ է կատարվում։ Ես խելագարվում եմ, ես մեռնում եմ, ինչ է սա, զարմանում էր երիտասարդ ջայը։ Ցածր ու հանգիստ ձայնը թափանցեց նրա հոգու խորքերը, պատասխան պահանջելով իհարկե։ Ֆլետչեր Լինդջայ, դու ուզում ես թռչել։ Այո, ես ուզում եմ թռչել։ Ֆլետչեր Լինդջայ, դու արդյոք այնքան շատ ես ուզում թռչել, որ կներես երամին, կսովորես ու մի օր այնտեղ կվերադառնաս եւ կաշխատես օգնել նրանց իմանալու քո սովորածը։ Չնայած հպարտությանն ու կրած վիրավորանքներին, Ֆլետչերն անկարող էր ստել այդ հիասքանչ հմուտ արարածին։ Այո, մեղմորեն ասաց նա։ Այդ դեպքում, Ֆլետչեր, եք սկսենք հորիզոնական թռիչքից։ Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում հեռավոր ժայռերի վրա, դիտելով դրանք։ Այդ անտաշտ ջահել Ֆլետչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթև, արագաշարժ, բայց որ ամենակարևորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։ Նա կտրուկ պոկվեց տեղից դեպի երկինք, բարձրաձայն հաշվելով պտույտները։ 8, 9, 10, տես, Ջոնաթան, ես պտտվում եմ, հնարավոր առավելագույն արագությամբ, 11, Ջոնաթան, ես ուզում եմ այնպես գեղեցիկ ու հստակ կանգ առնել, ինչպես դու, 12, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում գրողը տանի, 13, այս վերջին 3 պտույտները, հիմա, 14, անհաջողության հարուցած զայրույթն ու կատաղությունը բոլորովին փչացրին գործը եւ Ֆլետչերը խելահեղորեն թավալվեց ցած։ Դու ժամանակդ իզուր վատնում ես ինձ վրա, Ջոնաթան։ Ես հիմար եմ ու անհասկացող, անընդունակ։ Ես հասկանում ես, անընդհատ փորձում եմ ու փորձում, բայց ինձ մոտ դա երբեք էլ չի ստացվի։ Իհարկե չի ստացվի։ Չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլետչեր, դու ժամում 40 մղոն կտրեցիր։ Դու պիտի այտանես կտրուկ, բայց սահուն, կհիշես։ Նա իջավ ու հավասարվեց երիտասարդ ջային։ Եկ այժմ միասին փորձենք։ Մի հուսահատվիր, լավ։ Ուշադրություն դարձրու գալարաթրիչքից դուրս գալու։ Հանգիստ սկսիր եւ այն սահուն կլինի։ Վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։
Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։ Ահա թե ինչի համար են եւ բարձր արագությունը, եւ ցածր արագությունը, եւ ձևավոր թռիչքների բոլոր այս տքնաջան մարզումները։ Իսկ ցերեկային թռիչքներից հոգնած նրա աշակերտները սովորաբար քնած էին լինում։ Նրանցից եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆլետչեր Լինդը, չէին կարողանում պատկերացնել, որ գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրներին։ Ձեր ողջ մարմինը մի թևածայրից մինչև մյուսը այլ բան չէ, քան հենց ձեր միտքը դրված տեսանելի ձևի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ Բայց որքան էլ նա խոսում էր, միևնույն է այդ ամենը հնչում էին որպես հաճելի պատրանք, իսկ աշակերտներն ավելի շատ քնել էին ուզում։ Քանզի հոգնում էին օրվա ընթացքում։ Ընդամենը մի ամիս էր անցել, երբ Ջոնաթանն ասաց, որ ժամանակն է Երամի մոտ վերադառնալու։ Մենք պատրաստ չենք, ասաց Հենրի Կալվինը։ Մենք ատելի ենք նրանց, մենք աքսորյալ ենք։ Մենք ազատ ենք գնալու ուր ուզում ենք եւ երբ ուզում ենք, պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արևել, դեպի հայրենի ափերը, դեպի Երամ։ Աշակերտները որոշ ժամանակ շփոթված էին, որովհետև Երամի օրենքն ասում է, որ աքսորյալը երբեք չի վերադառնում, եւ այդ օրենքը 10,000 տարվա ընթացքում երբեք չէր փոփոխվել։ Օրենքն ասում էր. մնացեք, Ջոնաթանը, եկեք իմ ետևից։ Իսկ այդ պահին նա արդեն մի մղոն ճանապարհ էր անցել։ Եթե իրենք մի քիչ էլ հապաղեին, նա մենակ կհասներ թշնամական Երամին։ Լավ, եթե կռիվ լինի, մենք այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։ Եվ այսպես արևմուտքից նրանք թռան եկան այդ առավոտ բոլոր 8-ը, զույգ ռմբաձև շարքով։ Արջևից թռչում էր Ջոնաթանը, իսկ նրան ետևում էին բոլոր նրա աշակերտները։ Երամի ծակող ճիչերի առօրյա աղմուկը, ասես հսկայական դաշույնների հարվածներով, միանգամից կտրվեց ճայերի հայտնվելով, եւ 8,000 աչքեր անթարթ հառվեցին նրանց վրա։ 8 թռչունները մեկը մյուսի ետևից կտրուկ բարձրացան վեր մահվան օղակներ կատարելու։ Վայրեջքից հետո Ջոնաթանը սկսեց քննարկել թռիչքի թերությունները։ Նախ եւ առաջ դուք բոլորդ էլ մի փոքր հապաղեցիք շարք մտնել։ Երամով մեկ կայծակի արագությամբ մի միտք անցավ։ Այս թռչունները աքսորյալներ են եւ նրանք վերադարձել են, բայց չէ որ դա չի կարող պատահել։ Դե լավ, ասենք թե նրանք աքսորյալներ են, ասաց երիտասարդ ճայերից մեկը։ Բայց ինչ կա որ, այնուամենայնիվ հետաքրքիր է թե որտեղ են նրանք սովորել այդպես թռչել։ Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչև որ Երամով մեկ կանցներ տոհմապետի հրամանը, արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ էր դառնում աքսորյալ։ Աքսորյալին նայողը խախտում էր Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա մեծահոգի էր։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց խորհրդի ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչև նրանց հնարավորությունների վերջին սահմանը։ Մարտին, կանչում էր նա երկնքից, դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ էլ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա։ Դե թռիր։ Մարտին Ուիլյամ ճայը կարողացավ փետուրները կորացնելով վեր բարձրանալ ավազից ու նորից ցած իջնել։ Իսկ Չարլզ Ռոլանդը բարձրացավ հողմերի մեծ լեռան կատարը 24,000 ոտնաչափ եւ ցուրտ
Նոսր օդից կապտած իջավ ապշահար, բայց երջանիկ։ Ֆլետչեր ճայը, որն ամենից ավելի ձևավոր թռիչքներ էր սիրում, դժվարությամբ հաղթահարեց իր դանդաղացված գարավը թռիչքը, իսկ հաջորդ օրը կրկնեց այն։ Ջոնաթանը միշտ հասցնում էր լինել իր աշակերտներից յուրաքանչյուրի կողքին, ցույց տալ, խորհուրդ տալ, ազդել նրանց վրա։ Սա ամենակարևորն էր։ Նա աշակերտների հետ թռչում էր գիշերը եւ ամպոտ եղանակին եւ փոթորկի ժամանակ թռչում էր հենց միայն թռչելու համար, իսկ նույն այդ ժամանակ երամը տխուր կուչ էր գալիս եւ սեղմվում գորշ գետնին։ Նրանց վերադարձից մի ամիս անց միայն երամի առաջին ճայը խախտեց անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպես կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերենս Լորենս ճայը դարձավ աքսորիալ եւ Ջոնաթանի 8-րդ աշակերտը։ Հաջորդ գիշեր երամից անջատվեց Քիրք Մեյնարդ ճայը։ Ավազի վրա կողքից կողք կորորվելով ու ձախ թևը քարշ տալով եկավ ու փլվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։ «Օգնիր ինձ», ասաց նա այնքան կամացուկ, ասես մեռնում էր։ «Աշխարհում ամեն ինչից ավելի ես թռչել եմ ուզում»։ «Դե ինչ, առաջ արի», ասաց Ջոնաթանը։ «Ինձ հետ միասին բարձրացիր գետնից եւ սկսենք թռչել, լավ»։ «Դու ինձ չհասկացար, թևս, ես չեմ կարողանում թևս շարժել»։ «Լավ, հասկացա», ասաց Ջոնաթանը։ «Դու ազատ ես այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո եսն է։ Քո իսկական եսը, հասկանում ես, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա մեծ ճայի օրենքն է»։ Դու ասում ես, որ ես կարող եմ թռչել։ Ես ասում եմ, որ դու ազատ ես։ Այնպես պարզ ու արագ, ինչպես ասվել էր, առանց մի ճիքի նա տարածեց թևերը ու բարձրացավ դեպի գիշերային խավար երկինքը։ Երամն արթնացավ նրա ձայնից։ 500 ոտնաչափ բարձրությունից նա ողջ ուժով ճչում էր. «Ես կարող եմ թռչել, լսում եք, հեյ, ես կարող եմ թռչել»։ Ջոնաթանը խոսում էր շատ պարզ բաների մասին, որ ճայն իրավունք ունի թռչելու, որ ազատությունը նրա բուն իսկ էության մեջ է, որ պետք է թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։ Թոթափել, լսվեց բազմության մեջ, եթե նույնիսկ դա երամի օրենքը լինի։ Միակ ճշմարիտ օրենքն այն է, որ տանում է դեպի ազատություն, ասաց Ջոնաթանը։ Ուրիշ օրենք չկա։ Իսկ մենք դեռ ինչքան պիտի սպասենք, մինչև կարողանանք քեզ պես թռչել, լսվեց մի ուրիշ ձայն։ Ախր դու յուրահատուկ ես, տաղանդավոր, աստվածային, դու վեր ես մյուսներից։ Նայեցեք Ֆլետչերին, Լոուելին, Չարլզ Ռոլանդին, Ջուդի Լիին, նրանք նույնպես յուրահատուկ են, տաղանդավոր, աստվածային, ոչ ավելի քան դուք, ոչ ավելի քան ես։ Միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ովքեր են իրենք իրականում եւ սկսել են այդպես ապրել։ Դա է կարևորը։ Ամբողջ նորեցոր մեծանում էր։ Գալիս էին հարցնելու, մեծարելու, երբեմն նույնիսկ ծաղրելու։ Բայց Ջոնաթանը ամենամեծահոգիչ ճային էր։ Երամում խոսում են, որ եթե դու մեծ ճայի որդին չես, պատմում էր Ֆլետչերը Ջոնաթանին, ապա 1000 տարով առաջ ես անցել քո ժամանակից։ Ջոնաթանը հոգոց հանեց։ Ահա տգիտության պտուղները, մտածեց նա։ Քեզ սատանա են անվանում կամ Աստված։ Ինչ ես կարծում, Ֆլետչ, մենք առաջ ենք անցել մեր ժամանակից։ Երկար լռություն տիրեց։ Իմ կարծիքով
Թռիչք ասվածը միշտ էլ գոյություն է ունեցել յուրաքանչյուրի համար, ով հավատում է թռիչքին ընդհանրապես։ Դա ոչ մի կապ չունի ժամանակի հետ։ Թերևս մենք առաջ ենք անցել ընդունվածից, բայց առաջ ենք անցել այն ճանապարհին, որը տանում է դեպի բոլոր ճայերի թռիչքը։ Ահա թե ինչ, դա ամենևին էլ վատ չէ, ժամանակից առաջ անցնել։ Հետաքրքիր գաղափար է, այնպես չէ՞։ Առաջադիմական։ Այո, եւ դա է կարևորը։ Կարևորը առաջ անցնելն է ընդհանրապես։ Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց։ Ֆլետչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ 7000 ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագից թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա։ Երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Պատանուց խույս տալու համար Ֆլետչեր Լինդ ճայը կտրուկ կերպով նետվեց դեպի ձախ եւ ժամում 200 մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։ Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված եւ խավար։ Իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։ Ձայնը նրան հասավ ինչպես այն առաջին օրը, երբ ինքը հանդիպեց Ջոնաթան Լիվինգսթոնին։ Բանն այն է, Ֆլետչեր, որ մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։ Մենք դեռևս չենք սովորել ժայռերի միջով թռչել, դրան պիտի հասնենք քիչ ավելի ուշ։ Ջոնաթան, դու այստեղ ինչ ես անում։ Ժայռը, ես արդեն միթե ես չեմ մեռել։ Ախ, Ֆլետչեր, ուշքի եք։ Մտածիր, եթե դու այժմ խոսում ես ինձ հետ, ուրեմն պարզ է, որ չես մեռել, այնպես չէ։ Դե մտածիր։ Քեզ հետ կատարվածն այլ բան չէ, քան այն, որ քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ կերպով փոխվել է։ Հիմա ինքդ ընտրիր։ Ուղին այս է։ Դու կարող ես մնալ այստեղ եւ սովորել այս մակարդակում, որն իրոք քիչ ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես։ Ես իհարկե ուզում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ես հենց նոր եմ սկսել պարապել նորեկների հետ, հասկանում եք, ես նորեկների մի խումբ ունեմ եւ կկարոտեմ նրանց։ Ֆլետչերը ցնցեց գլուխը, տարածեց թևերն ու բացեց աչքերը եւ գտավ իրեն ժայռի ստորոտում, իր շուրջը խմբված Երամի կենտրոնում։ Հենց որ նա շարժվեց, ճայամբոխը ճիչ ու աղաղակ արձակեց, մի անասելի աղմուկ բարձրացավ։ Նա կենդանի է, մեռած էր եւ հիմա կենդանի է։ Մեծ ճայի որդին դիպավ ու կյանքի կոչեց նրան։ Ոչ, նա հերքում է դա, նա դև, սատանա, նա եկել է կործանելու Երամը։ Կատարվածը սարսափելի էր ազդել 4000 ճայերի ամբոխի վրա, եւ օվկիանոսային փոթորկի նման թռչում էին նրանց ճիչերը. Սատանա, սատանա, նա սատանա է։ Ապակեպայլ աչքերով, կտուցներն ամուր սեղմած, նրանք ավելի ու ավելի էին մոտենում, պատրաստ ուղղակի հոշոտելու։ Դու քեզ ավելի լավ չէիր զգա, եթե մենք հեռանայինք, Ֆլետչեր, հարցրեց Ջոնաթանը։ Ես իհարկե բոլորովին դեմ չեմ լինի, որ մենք մի ակնթարթում նրանք հայտնվեցին այդտեղից կես մղոն հեռավորության վրա, եւ ճայամբոխի պարզած կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։
Ինչու է այսպես, տարակուսում էր Ջոնաթանը։ Աշխարհում ամենադժվար բանը թռչունին համոզելն է, որ ինքն ազատ է։ Ախր ինչու է դա այդքան դժվար։ Ֆլետչերը դեռ աչքերն էր թարթում տեսարանի փոփոխությունից ապշած։ Դու այսինչ արեցիր, ինչպես մենք հայտնվեցինք այստեղ։ Դու ինքդ ասացիր, որ կուզեիր հեռու լինել ամբողջից, ճիշտ չէ։ Այո, բայց ինչպես, ես չհասկացա։ Ինչպես ցանկացած այլ բան, Ֆլետչեր։ Վարժանք։ Ամենակարևորը վարժանքն է։ Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկվա խելացնորությունը, բայց Ֆլետչերը հիշում էր այն։ Ջոնաթան, հիշում ես, թե ինչ էր ասում այն ժամանակ Երամի հանդեպ սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։ Այո, իհարկե։ Չեմ հասկանում, ինչպես դու կարող ես սիրել թռչունների այդ ամբոխը, որն ուղղակի փորձում էր սպանել քեզ։ Օ, Ֆլեչ, դու չէ որ սիրում ես։ Դու իհարկե ատելությունն ու չարությունը չես սիրում, չէ՞։ Ասա, որ այդպես է։ Դու պարտավոր ես վարժվել եւ նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել ճշմարիտ ճային եւ օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն, այսինքն իրենց մեջ հայտնաբերելու ճշմարիտ ճային։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ես հիշում եմ մի տաքարյուն երիտասարդ ճայի։ Իդեպ, Ֆլետչեր Լինդ է նրա անունը։ Հենց նոր աքսորիալ դարձած, Երամի հետ կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ, նա իր սեփական դժոխքն էր պատրաստվում ստեղծել հեռավոր ժայռերի վրա։ Իսկ այսօր ահա նա իր սեփական երկինքն է ստեղծում դրա փոխարեն եւ ողջ Երամն առաջնորդում դեպի այնտեղ, դեպի իր իսկ ստեղծած սեփական լուսավոր պայծառ երկինքը։ Ես առաջնորդում եմ։ Դու ինչ նկատի ունես ասելով, թե ես առաջնորդում եմ։ Այստեղ ուսուցիչը դու ես։ Դու չես կարող լքել մեզ, դա անկարելի է։ Անկարելի ասում ես։ Իսկ քո մտքով չի անցել, որ կարող են գոյություն ունենալ ուրիշ Երամներ եւ ուրիշ Ֆլետչերներ, որոնք ավելի շատ են ուսուցչի կարիք զգում, քան այս մեկը, որն արդեն կանգնած է դեպի լույս տանող ճանապարհին։ Ես, Ջոն, ախր ես ընդամենը մի սովորական ճայ եմ, իսկ դու մեծ ճայի միակ որդին, այնպես չէ։ Դա էիր ուզում ասել։ Ուզում էիր ասել, որ ես մեծ ճայի միակ որդին եմ։ Հառաչեց Ջոնաթանը հայացքը ծովին հառելով։ Դու իմ կարիքն այլևս չունես։ Դու անընդհատ ինքդ քեզ գտնելու կարիքն ունես միայն, ամեն օր եւ անընդհատ հիշիր։ Քեզ անհրաժեշտ է ճանաչել քո եսը եւ կյանքի կոչել նրան։ Մի պահ անց Ջոնաթանի մարմինը կայծկալ տալով տարուբերվեց ու սկսեց աստիճանաբար լուծվել օդում։ Թույլ մի տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին, կամ էլ աստվածացնել ինձ։ Լավ, Ֆլետչեր, ես ճայ եմ, ընդամենը ճայ։ Ես սիրում եմ թռչել, ընդամենը թռչել։ Շողարցակումը դադարեց, Ջոնաթանն անհետացել էր երկնի անհունում։ Որոշ ժամանակ անց Ֆլետչերը հազիվ պահելով իրեն երկնքում ներկայացավ իրենց առաջին դասին սպասող աշակերտների նոր խմբին։ Առաջին հերթին, ծանրորեն ասաց նա, դուք պետք է հասկանաք, որ ճայը ազատության համապարփակ գաղափարների մարմնացում է։ Մեծ ճայի կերպարը, հասկանում եք։ Եվ ձեր ողջ մարմինը մի թևածայրից մինչև մյուսը այլ բան չէ,
քան ձեր միտքը։ Երիտասարդ ճայերը տարակուսանքով էին նայում նրան։ Հեյ, բարեկամ, մտածում էին նրանք, դա ամենևին էլ օղակ կատարելու կանոն չէ։ Ֆլետչերը հոգոց հանեց ու նորից սկսեց. Շատ լավ, ասաց նա քննադատաբար զննելով նրանց։ Եկեք սկսենք հորիզոնական թռիչքից։ Ուրեմն սահմաններ չկան, Ջոնաթան, մտածեց նա։ Դե ինչ, այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ 1-2 թռիչքաձևեր ցույց կտամ։ Ու թեև Ֆլետչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տևեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլև սիրեց այն, ինչ տեսավ։ Ուրեմն սահմաններ չկան, Ջոնաթան։ Ուրեմն սահմաններ չկան, Ջոնաթան, մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթը սկսված էր։